Ալիևը զուգահեռաբար խաղաղություն է խաղում ու ավելի ցցուն դարձնում հայերի նկատմամբ պատելությունը։ Ադրբեջանի կրթական համակարգի պերմանենտ հակահայ թշնամանքը։ Ֆրանսահայ 40 կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել ի աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի։ Բաքվի բանտում պահվող եւ 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը օրեցօր ծանրանում է, չի կարողանում քայլել։ Փաստաբանի ահազանգը։ Մակրոնը հիշեցրել է Թրամփի չիրականացված խոստումը Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին։ Զելենսկին էլ խոսել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններից։ Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին, պետնախարարի հայտարարությունը։ Երթևեկության կազմակերպման համար նոր հիմնարկ կստեղծվի, ինչ գործառույթներ կունենա, Ավինյանի հայտարարությունը գործակարգավարականում։ Հայտնի է դարձել բանկի վրա ավազակային հարձակում կատարողի ինքնությունը, նա արդեն լքել է Հայաստանը։ Պաղարշապատում 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի ընտրակաշառքի գործով, հակակոռուպցիոնի հայտարարությունը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև դեռ հոկտեմբերի 21-ին կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Հայ ու ադրբեջանցի պատգամավորներն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին երկու երկրների խորհրդարանների աջակցության կարևորության վերաբերյալ։ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Երևանը բաց դիրքորոշում է ցուցաբերում հարաբերությունների կարգավորման հարցում եւ կողմերը համատեղ աշխատում են կոնկրետ քայլերի մշակման ուղղությամբ, խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Ադրբեջանի կրթական համակարգում շարունակվող հակահայ թշնամանքը օր-օրի ավելի է սրվում։ Ադրբեջանի մի դպրոցում ուսուցիչներն ու երեխաները բեմականացրել են հայի նվաստացման տեսարան, ինչը քաղաքագետների գնահատմամբ ոչ միայն խորացնում է ատելության մթնոլորտը, այլև ամբողջությամբ հակասում է խաղաղության օրակարգին, ինչի մասին ներկայում ակտիվ խոսում է պաշտոնական Բաքուն։ Նայիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Խաղաղության կեղծ օրակարգ հայ հանդեպ ատելության սերմանում, երբ ադրբեջանական կրթական հաստատություններում դեռ շարունակում են հայի կերպարը նվաստացնել, հային թշնամի դիտարկել, խաղաղության մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Հենց այսպիսի մարդկանց է Ալիևը ցանկանում տեղափոխել Հայաստան։ Հիմա արդեն տեսնում ենք վիդեոլովակներ, որտեղ արդեն հիմա, այսպես կոչված հաղթանակներից հետո Ադրբեջանի, երբ որ Ադրբեջանը կարծես թե պատրաստում է խաղաղության, Ադրբեջանի դպրոցներում ուժեղացել է հակահայկական քարոզությունը։ Բեմադրվում է, որ հային գերի են վերցնում եւ ստիպում են ասել, որ Արցախը Ադրբեջանի է ել։ Ադրբեջանական պանթուրքիստների կարգախոսը ռուս ֆարս էրմյանի, բունվար թուրքուն դուշմանի, այսինքն ռուսները, պարսիկները եւ հայերը թուրքերի թշնամիներն են։ Այս կարգախոսը արտացոլված է իրենց դասագրքերում։ Այս մարդկանց Ալիևը ցանկանում է խաղաղության դարի շրջանակներում տեղափոխել Հայաստան։ Ադրբեջանում պետական մակարդակով միլիոնավոր դոլարներով ֆինանսավորվում են հասարակական կազմակերպություններ, որ քարոզեն, թե իբրև ադրբեջանցիներն իրենց պատմական հողեր Հայաստան պետք է վերադառնան։ Ավելի շատ գումարներ են պատրաստվում տրամադրել այն ադրբեջանական կառույցներին, որոնք միջազգային տարբեր ատյաններում ավելի շատ կքարոզեն իրենց ձևակերպմամբ արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին։ Ադրբեջանցիներն ու իրենց պետական առաջնորդները զավթողական քաղաքականությունից չեն ցանկանում հրաժարվել։ Ադրբեջանը պետական մեդիայով այս օրերին ավելի է լծվել հայկական տեղանունները աղավաղելուն, հիմա էլ անցել են Երևանին։ Նույն Ալիևի ճառը, որտեղ որ ինքը խոսում է Սևանի մասին, ինքը այնտեղ ասում է ադրբեջանցիները ապրում են Ադրբեջանի բոլոր հարևան երկրներում եւ ամենտեղ իրենք ապրում են իրենց պատմական հայրենիքն, այդ ամենը ադրբեջանական
պատմական հողը։ Ադրբեջանական իշխանությունները թող չմոռանան, որ 500,000 հայեր Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում էին բնակվում, երբ 88-ին սկսվեցին ջարդերը։ Արցախցիներն էլ 2023-ին բռնի տեղահանվեցին իրենց մայր հողից։ Ադրբեջանի քաղաքական էլիտան ունի որոշակի վերաբերմունք հայերի նկատմամբ, որը ունի իր մեջ բազմաթիվ շերտեր եւ ի վերջո բերում է ատելության։ Եվ այս ատելությամբ լցված մարդկանց ուզում են վերաբնակեցնել Հայաստանում։ Հասկանալի է, որ սրա միակ նպատակը ունենալ արդեն նոր հակամարտություն Հայաստանի ներսում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ուզում ունենալ Հայաստանի հետ իրականում խաղաղություն եւ նորմալ հարևանական հարաբերություններ։ Հայաստանի իշխանությունները հաճախակի են հայտարարում, թե խաղաղություն է Ադրբեջանի հետ հաստատվել, բայց միևնույն ժամանակ խոստովանում, որ անվտանգային առումով չեն կարող երաշխավորել, որ հայը կարող է Ադրբեջան մուտք գործել, Արցախ իր հայրենիք վերադառնալ։ Մասնագետներն իրենց դիտարկումներն ունեն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի ժամանակավոր դադարեցման, նոր զիջումների գնալու, թշնամու թելադրած օրակարգով շարժվելու խաղաղություն է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ի աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների արդարադատության միջազգային դատարանի համապատասխան հրամանի 2-րդ տարվա առթիվ։ Հայտարարության մեջ կազմակերպությունները մասնավորապես նշել են, թե արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել բռնատեղահանված արցախահայերի անվտանգ եւ անխոչնդոտ վերադարձը եւ որ դատական այս որոշումը հիմնավորեց մի համընդհանուր սկզբունք։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։ Բաքվի բանտում պահվող եւ 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը օրեցօր ծանրանում է։ Նրա փաստաբանն ահազանգում է, որ գերին այլևս չի կարողանում քայլել եւ նրան անվասայլակ է հարկավոր։ Վիգենը վերջին շրջանում զրկված է եղել անգամ ընտանիքի հետ կապից, ինչը պաշտպանի գնահատմամբ դիտարկվում է որպես մարդասիրական նորմերի կոպիտ խախտում։ Էդուարդ Պողոսյանի անդրադարձը։ Ցամաք հաց ու թեյ միայն սա են տալիս Բաքվի բանտում հայ գերուն։ Ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ահազանգում է նրա փաստաբանը։ Վիգենը չի կարողանում քայլել, անվասայլակի կարիք ունի, սակայն ադրբեջանցիները այն չեն տրամադրում։ Այս ամբողջը դիտավորություն է ըստ պաշտպանի, զրկանքի ենթարկելու քայլ, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Բժշկական օգնության մերժումը սննդից զրկել է, դեղորայքի մատակարարմանը խոչընդոտել է եւ անվասայլակ տրամադրելուց հրաժարվել է լուրջ սպառնալիք են Վիգենի առողջության եւ կյանքի համար։ Մենք խնդրում ենք անկախ բժշկական գնահատում անցկացնել, ապահովել որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն, ապահովել պատշաճ սննդի եւ անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաեւ անվասայլակի տրամադրում։ Վիգենը տուն նոյեմբերի 16-ին է զանգահարել, մինչև այդ նրան շուրջ 45 օր ադրբեջանցիները զրկել էին նաեւ որևէ հաղորդակցության հնարավորությունից, ընդ որում հեռախոսազանգերի սահմանափակումներն անցնող 5 տարիների ընթացքում Էուլջեքջյանին առնվազն 2 անգամ ստիպել են դիմել ծայրահեղ քայլի հացադուլ հայտարարելու։ 2023-ին կնոջ հետ արաբերեն խոսելու արգելքի, այս տարվա մայիսին դարձյալ առհասարակ նրան զանգելու համար։ Էուլջեքջյանն ասել է, որ իրեն տարել են բժշկի մոտ, սակայն ուղեկցող բանտապահները թույլ չեն տվել, որպեսզի ինքը որևէ դեղորայք ստանա։ Չնայած նրա առողջական վիճակին, նա ոչ մի բժշկական օգնություն չի ստացել։ Շարունակում է մնալ առանց բժշկական օգնության, ինչը մարդասիրական հիմնարար չափանիշների խախտում է։ Հայ-ադրբեջանական նախախաղաղության պայմանագրում կամ խաղաղության նախապայմանագրում հիշենք, չնայած իրավապաշտպան համայնքի կոչերին, այդպես էլ առանց նախապայմանների ռազմագերիների ազատ արձակման դրույթ չսահմանեցին եւ մասնագետները գնահատում են, ահա արդյունքը, ահա թե ինչ ունենք հիմա։ Վաշինգտոնյան գագաթնաժողովից ընդամենը 3 ամիս անց իրավապաշտպաններն առաջին օրվանից էին պնդում, այսպես որևէ խաղաղություն նույնիսկ կարճաժամկետ չի կարող լինել։ Իրականում շատ մտահոգիչ է իրավիճակը տեղեկատվության հասանելիության առումով։ Սեպտեմբերի սկզբից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը դադարեցրել է գործունեությունը եւ արդեն որոշակի ժամանակ դրանից առաջ անգամ հնարավորություն էր այցելելու ազատությունից զրկված հայերին։ Ուստի տեղեկությունները ստանում են կծկտուր ու միայն դեպքում, երբ որ ընտանիքների հետ են շփվում կամ ասենք դատավարության ժամանակ Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից ինչ որ լուսաբանման հաշվին։
որոշ դեսպաններին, կարող էին այցելել բացակայության պայմաններում շատ լուրջ կասկածներ կա եւ մտահոգություններ, տանձանց առողջության, իրավունքների ապահովման եւ վերաբերմունքի առումով։ Չնայած պաշտոնական Երևանի պնդումներին, որ թեև խաղաղության փաստաթղթում ռազմագերիների խնդրին անդրադարձ չկա, այնուամենայնիվ նրանց ազատարձակման հարցը հայ-ադրբեջանական բոլոր շփումներում օրակարգային է, բացի այդ մշտապես նաև միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում են այն պահում, ընդդիմադիր պատգամավորն արձանագրում է, հենց միջազգային դերակատարներն են այս խնդիրը պերմանենտ անտեսում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը, առաջին պլան մղելով միայն սեփական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը։ Եվ վերջաբանի փոխարեն Լինդայի Վիգենի կնոջ գրառումն է։ Պատկերացրեք իմ ամուսինը հիմա անվասայլակի կարիք ունի։ Բառերս վերջանում են։ Ես այլևս չեմ կարողանում կանգնել։ Ինձ համար ամեն ինչ ավարտվեց։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Սեփականության իրավունքի փաստաթղթերի կամ դրանց պատճենների առկայության դեպքում Արցախից բռնի տեղահանվածները կարող են դիմել միջազգային իրավական կառույցներին գույքի դիմաց փոխհատուցման համար։ Միջազգային իրավունքի մասնագետները, սահմանադրագետները, սակայն փաստում են, որ իրավական այդ ընթացակարգերը երկար ժամանակ կարող են խլել ընդհուպ տարիներ։ Սեփականության իրավունքի վերաբերյալ գործեր կան, որ արդեն ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավապաշտպանները նաև կարող են արցախցիներին աջակցել, խորհուրդ տալ, թե գույքային իրավունքների հարցերով որն է ճիշտ, գնալ անհատական հայցերով, թե կոլեկտիվ հայց ներկայացնել։ Լավագույն ճանապարհը դա միջպետական գանգատն է, սակայն քանի որ համաձայնագրի խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարակվել է եւ այնտեղ մենք ունենք հստակ դրույթ փոխադարձ հրաժարումների վերաբերյալ, սա էր որ մղեց մեզ այլընտրանքային ռազմավարության մշակման նման պայմաններում մենք կարևորում ենք արդեն մասսայական գանգատների ներկայացումը։ Մյուս թեմաները քիչ անց։ Մակրոնը հիշեցրել է Թրամփի չիրականացված խոստումը Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին։ Զելենսկին էլ խոսել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններից։ Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին, պետնախարարի հայտարարությունը։ Երթևեկության կազմակերպման համար նոր հիմնարկ կստեղծվի, ինչ գործառույթներ կունենա, Ավինյանի հայտարարությունը գործակարգավարականում։ Շարունակենք թողարկումը։ Լուվրի անվտանգության համակարգը կրկին քննադատության թիրախում է հայտնվել հերթական սկանդալից հետո։ Այս անգամ թերությունները բացահայտվել են երկու երիտասարդ բելգիացի TikTok բլոգերների Նիլի եւ Սենեի պրանկի արդյունքում, որոնք կարողացել են զբոսաշրջիկների տեսքով մուտք գործել թանգարան եւ կանխել իրենց սեփական վերածննդի դարաշրջանի ոճով ձևավորված դիմանկարը այն դահլիճում, որտեղ ցուցադրվում է լեգենդար Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան։ Թանգարանի ղեկավարությունը արդեն ուսումնասիրում է միջադեպը։ Մակրոնը հիշեցրել է Թրամփի չիրականացված խոստումը Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին։ Ես նշում եմ, որ այլ ժողովրդավարություններում, նույնիսկ ամենաաննշաններում, որտեղ որոշ թեկնածուներ ասում էին, որ ամեն ինչ կավարտվի 24 ժամվա ընթացքում եւ որ գուցե այլևս չարժե աջակցել Ուկրաինային, իրականության հետ բախումը կարող է փոխել իրավիճակը, ասել է Ֆրանսիայի նախագահը Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում։ Հիշեցնեմ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա։ Հանդիպման շրջանակներում Զելենսկին եւ Մակրոնը Ֆրանսիայի եւ Ուկրաինայի միջև համաձայնագիր են ստորագրել ինքնաթիռների, հրթիռների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահը Telegram ալիքում գրել է, որ իրենք պատրաստվում են ակտիվացնել բանակցությունները եւ մշակել են լուծումներ, որոնք կառաջարկեն գործընկերներին։ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման մասին, հավելելով, որ հանդիպում է նախատեսված Թուրքիայում։ Նրա խոսքով Ուկրաինայի գերակա խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի պատերազմին վերջ դրվի։ Գրել է Զելենսկին, նշելով, որ Կիևն անում է հնարավոր ամեն ինչ ռուսական գերությունից ուկրաինացիների ազատ արձակումը վերահսկելու համար։
Վերադառնանք մեզ մոտ։ Մայր աթոռը կոչ է անում տարբեր մեքենայությունների միջոցով հայ առաքելական Սուրբ եկեղեցին չներքաշել քաղաքական դաշտ։ Այս մասին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Տեր Եսային ընդգծել է, թե հստակ է ինչ նպատակով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եսայի Քահանա Արթենյանը հիշեցրել է, որ ճաղերի հետևում են սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը եւ Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։ Հավելենք ի դեպ, որ վաղարշաբաթի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին գահընկեց անելու մանդատ է։ Վերջին օրերին վաղարշաբաթ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ շատ է շահարկվում ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել եւ հարկ չկա եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները։ Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պետնախարար Ստեֆեն Դաութին։ Նա ընդգծել է, թե Բրիտանիան ակնկալում է, որ Հայաստանում ընթացող բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական եւ իրավական կարգավորումներին։ Կառավարության եւ եկեղեցու միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ պետնախարարը նաեւ հավելել է, որ հուսով են Հայաստանում դատական գործընթացները կլինեն թափանցիկ ու անաչառ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի եւ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը, եզրափակել է Դաութին։ Դա ընդհանրապես չեզոք գենոցիդային մակարդակի աջակցությունը, որը ընդհանրապես տրվում է արտոնագրային կամ պրոտոկոլային սկզբունքի դերերով։ Եվ եթե նրանք ցանկանան աջակցել, նրանք ոչ միայն հայտարարություն կանեն, նաև գործողություն կանեն օգուտ հայ առաքելական եկեղեցու։ Եվ եթե ուզեն քննադատել իշխանություններին, հրապարակային, եթե ոչ հրապարակային գործողություն կարող են անել, շատ լավ հասկանալով, որ այդ ազդեցությունը գործող իշխանությունների վրա բավականին մեծ է։ Մոտ 15 ժամ քննելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու քննչական կոմիտեի միջնորդությունը հակակոռուպցիոն դատարանը որոշել է բավարարել այն։ Կարապետյանը մինչև հունվարի 18-ը կմնա կալանավորված։ Նրա պաշտպանական խումբը դատարանի որոշումը ոչ իրավաչափ է համարել, հիշեցրել, որ նախորդ միջնորդությունը մասնակի էր բավարարվել, իսկ անցնող 1 ամսվա ընթացքում փաստաբանների պնդմամբ 53 քննիչից բաղկացած խումբը Կարապետյանի գործին առնչվող որևէ գործողություն չի կատարել։ Նիստին ի դեպ Սամվել Կարապետյանը եւս մասնակցել է դատարանին հայտնել է, որ շարունակում է չընդունել մեղադրանքները եւ որ դրանք կապ չունեն իր եւ իր գործունեության հետ։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ Երևանի քաղաքապետարանում այսօր քննարկվել է մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման նոր մոտեցումը, ստեղծելու է առանձնացված կառավարման կենտրոն, որը կհամակարգի տրանսպորտային հոսքերը, քաղաքի ճանապարհային ուղեկցող համակարգերը։ Նախագիծը դիտարկվում է որպես երկարաժամկետ լուծում աճող ավտոհոսքին դիմագրավելու համար։ Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև տարբեր քաղաքական խմբակցությունների մտավախություններ ու գնահատականներ, միաժամանակ շեշտելով, որ քաղաքի տրանսպորտային խնդիրներն այլևս չեն հանդուրժում ուշադրություն։ Երևանի քաղաքային իշխանությունը նախատեսում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծել։ Դրա գործառույթների մեջ ըստ փոխքաղաքապետի պետք է մտնի տարբեր միջոցառումների եւ պրոյեկտների իրականացումը կապված երթևեկության կազմակերպման եւ կառավարման հետ։ Երևանի քաղաքապետարանը 2026 թվականի համար նախանշել է 2 խոշոր ծրագիր։ Դրանցից առաջինը հանրային տրանսպորտի, այսպես կոչված դիսպեչերիզացիայի համակարգն է, ինչպես գիտեք, հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվում են եւ շարունակում են իրականացվել համապարփակ բարեփոխումներ եւ երկրորդը ընդհանուր երթևեկության կառավարումը։
Քանի որ այս գործառույթների մի մասն իրականացնում է Երևան Տրանս փակbaşնետիրական ընկերությունը, ավականու քննարկմանը կներկայացվի նաև այս ընկերության լուծարման հարցը։ Իսկ քաղաքապետ Ավինյանը նկատում է քաղաքում մեքենաների թիվը կշարունակի աճել։ Այժմ ըստ նրա Երևանում գրանցված մեքենաների թիվը ավելացել է 10,000-ով։ Ժորժան, ամեն օր ավտո է ավելանում այս քաղաքում։ Հիմա ասում եմ, նորից եմ ասում, նաև այս հիմնարկի աշխատանքի արդյունքում մենք գալու ենք վերլուծություններով ավականու նիստին ներկայացնենք տարատեսակ ավտոմեքենաների համար սահմանափակումներ։ Էլի այս ամբիոնի մոտ ես պատկերացնում եմ ինչ հարցադրումներ են լինելու, ինչ ելույթներ են հնչելու։ Անդրադառնալով քաղաքի խցանումներին ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանն ասում է, խնդիրը լուրջ է, վաղը ավելի կլրջանա, եթե այսօր քաղաքային իշխանությունը որևէ լուծում չգտնի։ Նա դժգոհում է քաղաքային իշխանությունը ոչ թե ռազմավարություն է մշակում, այլ այս րոպեական որոշումներ ընդունում։ 18 մետրանոց ավտոբուսներ, ինչպես լսեցինք, կրկին մյուս տարի մենք չենք սպասում, իսկ 18 մետրանոց ավտոբուսներն են, որ ըստ նախագծի, ըստ հաշվարկների խոշոր արյունատար անոթներն են, որոնք պիտի ապահովեն քաղաքի երթևեկության արագությունը։ Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը երբ երթևեկում է Երևանի փողոցներով, խցանումներ են առաջանում, փոխքաղաքապետ Փամբուխչյանը պարզաբանեց. Փաշինյանի, ինչպես մնացած բոլոր ղեկավարների համար ճանապարհները փակվում են պետական պահպանության ծառայության որոշակի կարգավիճակներից ելնելով։ Այստեղ կրքերը թեժացան։ Եթե ամեն անգամ գաք Նիկոլ Փաշինյանի անունը տակ ձեր դատարկաբանությունը այստեղ ավելի հնչեղություն տալու համար, Պարոն Սուքյասյան, լռեք մի հատ։ Իմ համար դատարկաբանություն է։ Դու կարող եք գալ այստեղից ինչ-որ բաներ ասել, մի հատ դատարկաբանություն է, բա ինչ եք ասում։ Քաղաքապետ Ավինյանի խոսքով հաջորդ տարվա առաջին կիսամյակում 45 նոր ավտոբուսները կհասնեն Երևան։ Ասաց, որ գնելու են 12 մետրանոց 45 տրոլեյբուս, ինչի կանխավճարն արդեն փոխանցել են։ Դրանք գիծ դուրս կգան հաջորդ տարի առաջին կիսամյակում։ Իսկ հաջորդ թիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռը ըստ մասնագետների ոչ թե պարզապես մեկ գործի վերջնական գնահատական է, այլ այն փաստացի դառնում է ուղեցույց, ինչպես պետք է այլ դատարանները նմանատիպ գործեր քննեն ու մեկնաբանեն օրենքը։ Սակայն իրավապաշտպաններն ու փաստաբանները նկատում են իրականությունն այլ է, այդ օրինաչափությունը հաճախ է շրջանցվում։ Ժամի անդրադարձը։ Վճռաբեկ դատարանը նախադեպային վճիռ կայացրեց։ Նման հաղորդագրություն նկատել եք հավանաբար լրահոսում, իսկ երբևէ մտածել եք, թե ինչ ասել է նախադեպային վճիռ։ Դա նշանակում է, որ վճռաբեկի վճիռը գրեթե օրենքի ուժ ունի։ Այսինքն, նույնական այլ գործեր քննելիս ստորադաս դատարանները պարտավոր են հաշվի առնել այդ վճիռը։ Այսինքն, ասենք, եթե քննվում է քրեական գործ, որը մեկին մեկ նման է մի այլ գործի, որը ժամանակին քննել է վճռաբեկը, ենթադրվում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը պետք է նույնական լինի վճռաբեկ ատյանի վճռի հետ։ Գործնականում սակայն վիճակն այլ է։ Եթե զուտ օրենքով նայենք, իր չափանիշները այնտեղ հիմնականները ոնց են ասում, օրենքի մետասը կիրառման խնդիր պետք է լինի, հիմնարարավունքի հարց պետք է լինի, թղթի վրա գրածով ինքը շատ սիրուն է։ Մեր մոտ մեծաշատ դա չի, մոտ ընդամենը ոչ դե առաջինը խախտեց կամ մերժեց, երկրորդը խախտեց կամ մերժեց, տնակ երրորդը ինչ կասի, շուտ պրծնենք, որ գնանք եվրոպական դատարան, մեր հույսի իրանք։ Նման դեպքեր շատ են ունեցել, երբ որ ստորադաս ատյանի կողմից օրենքը կիրառվում է ոչ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը համահունչ։ Այդ մասով իհարկե վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, բայց վճռաբեկ բողոքները վարույթ չեն ընդունվել։ Առաջինն ինչին պետք է ուշադրություն դարձնի վճռաբեկը օրենքների միանման կիրառությունն ու մեկնաբանությունն է մյուս դատարաններում։ Գետնի վրա ստորադաս դատարանները սակայն օրենքները մեկնաբանում են ինչպես ցանկանա տվյալ դատավորը։ Խնդիրը վճռաբեկին չի անհանգստացնում հաճախ։ Վերաքննչի տարբեր դատավորների միջև տարակարծություն է եղել նույն հարցի վերաբերյալ եւ օրենքը կիրառել են տարբեր մեկնաբանությամբ։ Երկու որոշում ենք ներկայացրել վճռաբեկ դատարանի, վճռաբեկը այդ բողոքը վարույթ չի ընդունել, փոխարենը դրան հաջորդող նույն իրավիճակի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը վարույթ է ընդունել։ Վճռաբեկ դատարանը ինչ որ նախադեպային որոշում էր ընդունում, վերցնում են եվրոպական դատարանի արդեն գոյություն ունեցած նախադեպը, թարգմանում են կոպիտ հայերեն։ Ես ինքս չգիտեմ անկեղծ ասած, այնպիսի ինչ-որ որ ասում են իրավաստեղծ մի հատ գործ, որի վճռաբեկ դատարանը արել է Հայաստանում ինքը։
Վճռաբեկին առաջադրվող հաջորդ դիտարկումը վերաբերում է դիմումատումներին մերժելու հիմքերին։ Ինչու է մերժվում այս դիմումատուն, մյուսի գործն ընդունվում է վարույթ։ Չնայած օրենքի մեկնաբանության առումով մերժվածը պակաս կարևոր չէր։ Բացի սա, ակնհայտ է, որ վճռաբեկը նախընտրություն տալիս է պետական ատյանների դիմումներին։ Վիճակագրություն է հանվել իմ գործընկերների կողմից, այո, գլխավոր դատախազության բողոքները վարույթ ընդունվելու տեսանկյունից հաստաբանների համեմատ աննախադեպ բարձր ցուցանիշներ ունեն։ Վճռաբեկի ոչ արդյունավետ աշխատանքի պատճառներից մեկն էլ ռեսուրսների սղությունն ու աշխատակազմի խիստ փոքր կազմն է։ Քանի որ գրեթե բոլոր ատյաններից մերժված գործերի մեծ մասը ուղղվում է նաև վճռաբեկ, ապա վերջինը պարզապես կոպիտ զտումով մաղում է դրանց գերակշիռ հատվածը։ Մաղելու ընթացքում էլ խիստ կարևոր գործեր են ուշադրությունից դուրս մնում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Հայտնի է դարձել բանկի վրա ավազակային հարձակում կատարողի ինքնությունը, նա արդեն լքել է Հայաստանը։ Բաղարշապատում 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի ընտրակաշառքի գործով հակակոռուպցիոնի հայտարարությունը։ Մետեո աշխարհ գտնվելու են կարևոր անտիցիկլոնային դաշտում, ավելին հաջորդ հիվ։ Շարունակենք թողարկումը։ Ցավալի լուր 78 տարեկանում կյանքից հեռացել է Արմենիա հեռուստաընկերության ընտանիքի ստեղծագործական կյանքի անբաժանելի մասնիկ Ժաննա Պետրոսյանը։ 1964-ին նա ընդունվել է Հայֆիլմ կինոստուդիա եւ աշխատել լաբորատորիայում որպես լույսի կարգավորող։ 1980-ին եւ 85-ին տիկին Ժաննան վերապատրաստման նպատակով գործուղվել է Մինսկի կինոստուդիա, ապա Մոսֆիլմ եւ վերադառնալով Հայֆիլմ շարունակել է աշխատել արդեն որպես ինժեներ գունաբաշխող։ Հայֆիլմում իր 35 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում Ժաննա Պետրոսյանը մասնակցել է ավելի քան 100 գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։ Հենց նրա մանրակրկիտ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հայկական կինոինդուստրիային նվիրվածության արդյունքում են Da Vinci տեխնոլոգիայով Հայֆիլմում, ապա Armenia TV-ում վերականգնվել ու գունավոր դարձել մեր սիրելի հայկական ֆիլմերից շատերը։ Հայաստանի առաջատար ֆինտեք էկոհամակարգը միջազգային հարթակում ստացավ նոր գնահատական։ Պարգևը տրվում է այն կազմակերպություններին, որոնք վճարային տեխնոլոգիաները վերածում են ավելի լայն տնտեսական ազդեցության գործիքի, խթանելով թվային զարգացումը եւ ֆինանսական մատչելիությունը։ Մրցանակը կարևոր ճանաչում է ոչ միայն Իդրամի, այլև ամբողջ հայկական ֆինտեք ոլորտի համար։ Հայաստանի առաջատար ֆինտեք ընկերությունը Իդրամը վճարային ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների եւ տեխնոլոգիական առաջատար մոտեցման համար արժանացել է Ant International-ի կողմից շնորհվող ավելին քան վճարումներ մրցանակին։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցել Սինգապուրում Ant International-ի տարեկան Voyage համաժողովի շրջանակում, որին ներկա են եղել աշխարհի առաջատար ֆինտեք ընկերությունների ներկայացուցիչներ։ Մրցանակները շնորհվել են այն կազմակերպություններին, որոնք վճարային լուծումները վերածում են ավելի լայն տնտեսական եւ սոցիալական ազդեցության գործիքի, ապահովելով ֆինանսական ներառականություն եւ հաճախորդակենտրոն փորձառություն։ Իդրամը մշտապես ձգտում է դուրս գալ ավանդական վճարային սահմաններից, առաջարկելով լուծումներ, որոնք նպաստում են հասարակության թվային զարգացմանը եւ հարմարավետ ֆինանսական փորձի ձևավորմանը Հայաստանում, արդեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Հպարտ ենք արձանագրենք, որ Իդրամ ընկերությունը ստացել է Beyond Payments մրցանակը Ant International կողմից, որը իմաստային կարելի է թարգմանել առավել քան վճարումներ։ Այդ շարքում եղել են նաև այլ ստրատեգիկ գործընկերներ Ant International-ի, որոնք այս տարի են միացել համագործակցության, Google, Meta եւ այլ գործընկերներ։ Դա նշանակում է, որ Իդրամը ճանաչվել է ռազմավարական գործընկեր, որը ոչ միայն վճարումների մասին է, այլ
լայն ծառայությունների։ Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը դեռևս 2016 թվականից է ներդրել մասշտաբային եւ ամբողջական կերպով անհմպում QR վճարումների համակարգը։ Իսկ արդեն այսօր աշխարհում 1.8 միլիարդ օգտատեր Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ հնարավորություն ունի վճարում կատարել Իդրամ QR-ով։ Գնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայաստանում այսօր ամփոփվեցին միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Հայաստանը կրկին հյուրընկալում է աշխարհի լավագույն երիտասարդ ինժեներներին, որոնք մրցում են այս ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի համար։ Մրցույթին մասնակցած ավելի քան 1000 ուսանողներից միայն 34-ն են հասել եզրափակիչ փուլ։ Օլիմպիադայի գլխավոր աջակիցն այս տարի ևս UCOM ընկերությունն է։ Ամենամյա բարի ավանդույթով կրկին Հայաստանում են միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի մասնակիցները ամփոփելու եզրափակիչ փուլի արդյունքները։ Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույնները գիտելիքի կռիվ են տալիս պայքարում գլխավոր մրցանակի համար։ 1088 ուսանողից 34-ն են անցել եզրափակիչ։ Խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, UCOM ընկերությունը կրկին միջոցառման գլխավոր աջակիցն է։ Վերում են իրենց տեխնոլոգիական կրթական փորձը եւ այստեղ մեր հայրենակից երիտասարդները իրենց հետ շփվում են, տեսնում են, աշխատում են եւ դա հարստացնում է եւս իրենց գիտելիքները ու այս ամենը ներդրում է աբակայի մեջ։ Ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006-ին Սինոպսիս ընկերության նախաձեռնությամբ։ Սինոպսիս Արմենիայի տնօրենի դիտարկմամբ 2 տասնամյական ընթմեջ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմակերպումը փաստում է մեր երկրի հաստատուն տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։ Նրանցից շատերը շատ մեծ հաջողություններ են ունենալու ապագայում այս ոլորտում եւ վստահ եմ նաեւ որ Հայաստանը իրանց սրտի մի մասնիկն է դառնում այսօրվանից։ Երկարատև պայքարից, համառ ու նպատակասլաց աշխատանքից հետո առաջին պատվավոր մրցանակին արժանացավ Ալի Ռազմեզանին Արաբական Միացյալ Էմիրություններից։ Հաղթողին մրցանակը շնորհեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Երկրորդ մրցանակը Հայաստանինն էր, Հայկուշ Պետրոսյանին այն շնորհեց UCOM-ի գլխավոր տնօրենը։ Ուրախացել եմ արժանանալով այս մրցանակին իմ նման շատ աղջիկներին հուսադրելու համար, որ շարունակեք երազել, շարունակեք պարապել ու ինչ սահմանափակ չի։ Լավագույն արդյունք Հայաստանից մրցանակն էլ Իպատիվ Արմանճաղարյանի շնորհվեց Հարություն Կարապետյանին։ Օլիմպիադայի գլխավոր միտումն ըստ կազմակերպիչների նոր տաղանդների բացահայտումն է եւ գիտելիքահեն գլոբալ ճարտարագիտական համայնքի ձևավորումը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 7-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից մեկը նախկինում կատարված։ Իդեպ, հայաստանյան լրատվական կայքերի աշխատանքն այսօր պարբերաբար խափանվել է, մասնագետների փոխանցմամբ նախնական տեղեկություններով խնդիրը կապված է Cloudflare-ի հետ, օրվա կարևոր թեմաները, մեկ տեսաշարով։ Հաղթանակ դաշինքը վերցնելու է վաղ շաբաթի ավականու մանդատները լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է դաշինքի համայնքապետի տեխնացու Սևակ Խաչատրյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն ի տարբերություն դաշինքի մյուս անդամների եւ աջակիցների իրեն դեռ չի հրավիրել հարցաքննության, ինչպես նաև իրենց տունը չի խուզարկել։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության, ըստ որի 5 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, Խաչատրյանն ասել է, թե 5-ից 2-ին չի ճանաչում, թերևս ընտրողներ են։ Իդեպ այսօր թիվ 14 ընտրատարածքային վերահաշվարկել է 6 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները։ Մարտի 1-ը պետք է գնահատել ոչ միայն կյանքի իրավունքի տեսանկյունից, որը եղել եւ մնում է քննարկման առանցքում, այլ նաեւ մի շարք հիմնական ազատությունների խախտումների շրջանակում։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը, տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն տվել է հստակ դիրքորոշումներ, արձանագրելով քննության անբավարարությունը եւ պետության չկատարած պարտականությունները։ Հոկտեմբերի 5-ին Մերձավանում մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը, թույլ չտալով շարունակել ճանապարհը։ Իրավապահները պարզել են նաև, որ միջադեպի մասնակիցները իջել են մեքենաներից եւ առանց որևէ պատճառի սկսել վիճաբանել, փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։ 3 անձի նկատմամբ հարուցել են հանրային քրեական հետապնդում, 1 անձի խափանման միջոց կիրառել կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ
առողջությամբ։ Արտակարգ դեպք վաղար շաբաթում վաղ առավոտյան փրկարար ծառայությունը հազանգ է ստացվել, որ քաղաքի Մոսկովյան Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլվել եւ փլատակների տակ արգելափակված քաղաքացի կա։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ 76-ամյա կնոջը պատկանող տունն ամբողջությամբ փլվել է պայթյունի հետևանքով, իսկ փլատակների տակ մնացածը հենց տանտիրուհին է։ Փրկարարները, պարեկները, ինչպես նաեւ օգնության հասած քաղաքացիները կարողացել են նրան փլատակների տակից հանել, այնուհետև բժշկական օգնություն են ցուցաբերել։ Հեռախոսներ քրեակատարողական հիմնարկ բերված հեռուստացույցի մեջ Արմավիր հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը, դրա մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 4 բջջային հեռախոս եւ 2 բաժանորդային քարտ։ Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է 200,000 դրամ վարչական պատասխանատվության։ Իրավապահներն ըստ լրատվամիջոցների պարզել են Երևանի շինարարներ 24 հասցեում գտնվող առևտրային բանկերից մեկի վրա դիմակավորված եւ զինված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։ Նա նույն վարչական շրջանի 32-ամյա բնակիչ է, ով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում գողության համար, սակայն 3 արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը։ Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով իրավապահները նախաձեռնել են քրեական վարույթ։ Էդուարդ Պողոսյան, ժամ լրատվական։ Իսկ հիմա եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի լիարժեք արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա ևս 3 վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 14 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 14-ից 19, Լոռիում 15-ից 18, Տավուշում 17-ից 20 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 17-ից 20, Սյունիքի նախալեռներում 13-ից 16 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 16-ից 18, երեկոյան 8-ից 10 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։